Ինչու Քրիստոս միայնության մեջ աղոթեց։ Ինչու դեր Հիսուս կփնտրեր լուր վայրեր աղոթելու համար։ Ողջույն հանրաբազորյա սիրելի ունընթիրներ։ Այսօրվա սերդողության մեջ մենք պիտի խորհրդածենք այն իրականության մասին, թե ինչու Քրիստոս հաճախ միայնության մեջ գերտար աղոթելու։ Արդյոք Աստծո որդին գարիք ուներ աղոթելու։ Իսկ ինչու միայնակ։ Այս հաղորդաշարը լուրջ հրավեր է մեզի վերստին ըմբռնելու աղոթքի խորքը, լրության մեջ Աստծո հետ ունեցած հանդիպման ուժը և խոնարհությունը, որ Տեր Հիսուս ապրեցավ մեզի օրինակ ըլլալով։ Ողջույն հանրաբազորյացի սիրելի ընտանիք։ Ինչու Քրիստոս միայնության մեջ աղոթենք կամ աղոթեց։ Այսօր մեր հոգևոր խորհրդության թեման կնվիրենք Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի սովորությանը, մասնավորապես այն, որ անհաճախ կաղոթեր միայնության մեջ։ Ինչու Քրիստոսը, որ Աստծո որդին էր, խիստ կարևորություն տվավ միայնության մեջ աղոթքին։ Ինչ է միայնության մեջ աղոթքը մեզի սորվեցնելու։ 1. Տեր Հիսուս և աղոթքի կյանքը։ Ավետարաններու մեջ բազմաթիվ անգամ կհանդիպինք Հիսուսին միայնակ աղոթելու պատկերին։ Տեր Հիսուսը հաճախ կերտար անապատ վայրեր աղոթելու, ինչպես կգարտանք Ղուկաս 5:16-ի մեջ։ Խիստ լարված ծառայության, քարոզչության, բուժումի և ուսուցման ընթացքին անմիշտ ժամանակ կգտներ առանձնանալու Աստծո հետ անձնական հաղորդակցության համար։ Հիսուս Քրիստոս կցուցադրե մեզի աղոթքի կարևորությունը մեր հոգևոր կյանքի մեջ։ Անիկա, որ Աստծո որդի էր, մեզի օրինակ տվավ, թե ինչպես պետք է ապրենք մեր հավատքը։ Ան մեզ կսորվեցնե աղոթքը մեր հոգիներու համար, ինչպես օդն ու ջուրը անհրաժեշտ է։ Երկրորդ, միայնության հոգևոր կարևորությունը։ Միայնության մեջ աղոթքը շատ խորը հոգևոր փորձառություն մնե։ Այս աղոթքը մարդուն հոգին կմերկացնե Աստուծո առջև։ Երբ մենք առանձնացնենք, կթողունք ամեն արտաքին շեղությունները ու ուշադրություն կսևերենք Աստուծո վրա։ Տեր Հիսուսը միայնության մեջ էր, երբ իր սիրտը կբանար իր հոր առջև։ Ան էր այն սուրբ վայրը, ուր ան կլսեր Աստուծո ձայնը։ Միայնության մեջ աղոթքը մեզի կսորվեցնե մեր ներքին մարդը արթնցնելու և հոգևես հագեցնելու կարևորությունը։ Քրիստոս այդ կկատարեր մեզի օրինակ տալով, թե որքան կարևոր է խորը, լուր և անկեղծ աղոթքը։ Երրորդ, միայնության աղոթքը հոգևոր պատերազմի դաշտ։ Միայնության աղոթքը այն վայրը չէ, ուր մարդ միայն կխաղաղի, այն նաև հոգևոր պատերազմի դաշտն է։ Գեթսեմանի պարտեզի մեջ Տեր Հիսուս միայնակ աղոթեց, ահավոր հոգեկան պայքար մղելով, ասելով. «Հայր, եթե հնարավոր է, թող այս բաժակը հեռանա ինձմե, բայց ոչ թե իմ կամքս, այլ քոնը թող ըլլա»։ Մատթեոս 26:39։ Միայնության աղոթքը այն վայրն է, ուր մենք կհաղթահարենք մեր ներքին պայքարները և կհնազանդենք Աստծո կամքին։ Հոգևոր պատերազմը իրական է, և Տեր Հիսուսը մեզ կսորվեցնե, թե այդ պատերազմը ինչպես պիտի հաղթահարենք աղոթքի միջոցով։ Չորրորդ, միայնության աղոթքը Աստուծո հետ խորը հաղորդակցություն է։ Տեր Հիսուսը իր կյանքով և իր օրինակով մեզի ցույց կտա, որ իսկական աղոթքը ոչ միայն խոսք, այլ Աստծո հետ հաղորդակցության կենդանի փորձառություն է։ Անիկա մեզի կտա ճիշտ մոտեցումը աղոթքին, Աստուծո հետ անձնական սրտի հաղորդակցություն։ Ավետարաններու մեջ կգարտանք, թե Տեր Հիսուսը երբ կաղոթեր միայնության մեջ, անոր մեջքեն կհոսի Աստուծո կամքը կատարելու զորությունը և իմաստությունը։ Ան մեզ կսորվեցնե աղոթքի մեջ Աստծո հետ հաղորդակցության կարևորությունը
ինչպես երեխամը իր հոր հետ։ Իսկ 5-րդ միայնության աղոթքի գործնական ուղերձը։ Այսօրվան կյանքի առաքության եւ արտաքին աշխարհի մեջ անհանգստությունները մեզ գերացնեն աղոթքը։ Դեր Հիսուսը մեզի կսորվեցնե, թե որքան կարևոր է արդար առնել եւ Աստուծո հետ միայնակ մնալ։ Միայնության մեջ մենք կսորվենք լսել Աստծո ձայնը, հասկանալ անոր ծրագրերը մեր կյանքին համար եւ հստակորեն հետևել անոր կամքին։ Դեր Հիսուսը մեզի ցույց տվավ, որ աղոթքը կյանքի աղբյուր է եւ առանց աղոթքի մեր հոգեվոր կյանքը կդգարանա եւ կչորնա։ Սիրելիներ, իմ գոչումն է ցեզ ճշմարտությունը փոխանցել, ինչպես Պետրոս Արաքյալը գսե, չեմ ցանցրանար հիշեցնելու ցեզի այն բաները, թեև արդեն գիտեք։ Երկրորդ Պետրոս 1:12։ Այսօր խոսեցանք միայնության աղոթքի մասին։ Հիշեցեք, առանց խոր, լուր եւ Աստուծո հետ անձնական աղոթքի մեր հոգեվոր կյանքը կգործընծնե իր ուժն ու կենսունակությունը։ Տեր Հիսուս Քրիստոսը մեզի տվավ այս սքանչելի օրինակը, աղոթքը դարձնել մեր առօրյա հացի նման անհրաժեշտ։ Ուրեմն զգուշ եղեք, մի անդեսեք միայնության մեջ աղոթքը, գարժեցեք աղոթքի վեմեն, որբեսի կարողանաք հաստատ մնալ Աստուծո մեջ։ Ես պիտի շարունակեմ ճշմարտությունը քարոզել ցեզի եւ վստահ կհայտարարեմ, ես ամբարդ եմ ձեր արյունեն, քանի որ երբեք չլրեցի։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը հանդիպելու հույսով կողջունեմ ձեզ։